Նա գալիս էր Երևան որպես առևտրական, բայց մինչ նա կհասներ, պետությունն արդեն գիտեր, ով է նա իրականում։ Անտոն Մարակուտին Երևան էր գալիս վստահ, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։ Նա գիտեր ինչ ասել, ում հանդիպել, ուր գնալ։ Չգիտեր միայն մեկ բան, այդ ամբողջ ճանապարհն արդեն կարդացվել էր, գաղտնագիր առ գաղտնագիր։ Հայ հետախուզները վաղուց էին վերծանում ադրբեջանական դիվանագիտական հեռագրերը, եւ նրա այցը անակնկալ չէր։ 1919-ի դեկտեմբերին Երևան-Ալեքսանդրապոլ գնացքում, երբ ավստրիացի կապիտանը մտածում էր իր հաջորդ քայլի մասին, հայ ոստիկանները ձերբակալում են նրան եւ առգրավում ուղեբեռը։ Նրա պատմությունը սկսում է փլվել։ Ուղեբեռում նամակներ, մանրամասն քարտեզներ 7000 ռուբլի էր, չափից շատ փաստաթուղթ առևտրականի համար եւ չափից քիչ ապրանք։ Ամեն ինչ սկսվել էր Թիֆլիսից։ Գաղտնագրված հեռագիրը հստակ էր։ Անտոն Մարակուտին գալիս էր Երևան Խալիլ Բեյի բանակին միանալու նպատակով։ Դատավարությունը սկսվում է 10 օր անց։ Մարակուտին պնդում է, լրտես չէ, ասում է ուզում էր Պարսկաստանում շուկա գտնել մանգաղի ու գերանդու համար։ Քարտեզներն էլ ճանապարհը չկորցնելու համար էին, բայց դատարան ներկայացված քարտեզները ճանապարհի մասին չէին։ Դրանք ցույց էին տալիս ռազմական լարված շրջաններ, իր հայտարարած երթուղուց հեռու։ Վերջին խոսքում Մարակուտին ասում է, ինքն Ադրբեջանի քաղաքական խաղերի զոհ է, խնդրում է հավատալ, բայց դատարանը հավատում է փաստերին։ Դատավճիռը 15 տարվա տաժանակրություն։ Սակայն պատմությունն այստեղ չի ավարտվում։ 1920-ի նոյեմբերին Սիմոն Վրացյանը գրում է, որ Մարակուտում բանտում պահելն այլևս անհրաժեշտություն չէ։ 1921-ի փետրվարյան օրերին նրան արտաքսում են Հայաստանից։ Լրտեսները միշտ կարծում են, խաղը սկսվում է իրենց առաջին քայլից, բայց երբեմն նրանք պարզապես մտնում են խաղի մեջ, որը վաղուց է սկսվել։